Սկսեցինք շինարարությունը արդեն ապրիլ 1.5 տարվա ընթացքում այս ամենը 24 ներողություն 24-ի մայիսից սկսեցինք առաջին փուլով 5.5 հեկտարը կառուցվեց Ինչ կապ կա Հա ուրախ Եվ 25 թվականին էլ արդեն երկրորդ փուլը Ջան Փաստորեն ինչքան ժամանակում առաջին բերքը ստացաք։ Անցած տարի արդեն առաջին բերքն ունեինք, այս տարի 100 Բա ինչ ա եղել առաջի բերքը։ Առաջ տարին կտեղ էր։ Հա։ Վանջավերների Հիմա պամիդորի թուփ է, էլի։ Այո։ Արդյունքում 16-ից 18 մետր աճում է։ Բա էս ենք ասում, Ժորժ ջան, որ ասում ենք Այն գյուղատնտեսությունը կամած չի լինելու, այս նկատի ունենք։ Հիմա մենք ինչ անենք, հələ մի հատ տուր էլի։ Ինչ անենք, որ մեր պատկերացրած գյուղատնտեսությունը մրցակցի այս, ասենք դաշտի մեր իմացած թուփը մենք ինչ անենք, որ մրցակցի իր հետ չենք կարա, բացառված բան է։ Բա իրոք 06-ի ու բանի Մերսեդեսի պատմությունը։ Համարյանը որն է գործարանը, հա, գործարանը։ Իջեցումը արդեն արել ենք, բույսը փաթաթվում է, այդ 18 մետրը։ Ընթացքում ինչքան աճում է, իջեցնում փաթաթվում։ Ոնց իջեցնում փաթաթ։ Այս պտուղը մեր մոտ ջերմատունը 6.5 մետր է միջև այս անձրևաջրիտ մասը։ Այսինքն այս թուփը փաթաթած է մի քանի անգամ։ Հիմա չէ, նոր սկսել ենք, սա առաջին իջեցումն է, տեսեք, պտուղը գնում է այն կողմ։ Հետո ինչքան ինքը երկարում է, իրան իջեցնում ես, որ խաղ լինի։ Որտեղ հիմա կքաղեն, վերջացա, ձեռքը չէ, բույսը իջեցվում է ներքև, եւ այսպես ամբողջ վեգետացիայի։ Ու ընդ որում մենք կառավարություն աջակցել է այս ծրագրին որևէ ձևով։ Ամենք մենք հողնել ենք, հողի հատկացմանն ենք կառավարությունը հələ կներեք էլի։ Այս է մեր պատկերացրած գյուղատնտեսիկ բարև ոչ Էսա մեր պատկերացրած գյուղատնտեսական աշխատանքը էսա, որ ասում եմ մեր պատկերացածն այն չի, որ մարդը պետք է պարտադիր կռացած, բանը մատները ճաքած, կամ էլ կներեք էլ Գեղարքունիքի մարզում պամիդոր, վարունգ, էլ չեմ ասում ելակ, վարդ, կանաչի, ինչ ասես։ Հիմա այնպես ենք արդեն ցիկլը արել, որ հեսա վարունգից հետո եւս լոլիկ ենք դնում եւ ամբողջ տարի ունենում ենք բերք։ Ամբողջ տարի հրաշալի լոլիկ։ Եվ երրորդ ծրագիրը վարկի տոկոսներից չի դառնում։ Այ մի հարց կա, որ դաշտին ավելի համով այդ հարցը ոնց ենք լուծել։ Մենք վերջում կհամտեսենք, համեմատենք իրականությունները բանցած անգամ այցունեցել են։ Հետ էլ հաջորդը, որ արդեն ինչ է ասում կառավարության նիստին, որ 18-19 թվին գնում ենք սենց տեղեր, ասում ենք բա գյուղատնտես ձեր ուր է, դե ասում են Իտալիայում է, Հոլանդիայում է, հա, բայց տեղացիներ, չէ, նկատի ունեմ, արդեն տեղացի մասնագետներ են ի հայտ գալիս, որը շատ կարևոր է։ Իսկ վաճառք հետ կապված ինչ խնդիր կա։ Տեղական շուկայում առանձնապես չկա, արտահանմանն էլ ԵԱՏՄ շուկա է այս պահին եւ աշխատանքներ ենք տանում քննարկումի ու դիվերսիֆիկացնենք պարտադիր։ Պատտվել գնանք վարունգին, էլի որտեղ պատտվենք գնանք վարունգի։ Աշխատանքներ ենք տանում Եվրոմիության շուկա դուրս գալու, հատկապես հյուսիս-հյուսիս-աղում։ Ներողություն, դուք գյուղատնտեսն եք։ Այո։ Որտեղ եք կրթություն ստացել։ Ես տնտեսագիտական եմ ավարտել, բայց վերապատրաստումներ եմ գնացել ու հիմա այս ոլորտում եմ աշխատում։ Շատ լավ, վերապատրաստում դրսում թե Հայաստանում։ Հայաստանում։ Շատ լավ։ Սեպտեմբերին Հոլանդիա ենք արդեն պլանավորում գնան, հունիսին ցուցահանդեսն է, հերթական ֆուդ լոգիստիկա ամենամեծ միջոցառումներից է։ Մշտապես մասնակցում ենք թե ցուցահանդեսներին, թե դասընթացներին ուղղակի, որ զարգանան։ Ինչքան է այս պահին քանի հեկտար պատրաստ, որ բերք եք ստանում։ Բերքի տակ 10 հեկտար։ Հիմա այս պահին ստեղ որ գտնվում ենք,
1800 մեղու է աշխատում, մենք բիոլոգիական պաշտպանություն ենք օգտագործում բույսերի։ Այստեղ օրինակ սա CO2-ն է, որ երբ որ կացաները աշխատում է, արտանետում գրեթե չունենք, շատ էֆեկտիվ ամենա։ Իսկ քանի աշխատող ունեք։ Այսպես այստեղ աշխատում է 170 հոգի, 170 հոգի։ որից 140-ը մշտական մեր աշխատակիցներն են։ Իսկ որտեղից են գյուղից աշխատող։ Լճաշենից, Էս էլ աշխատատեղի հարց։ Ես ասեմ ձեզ ավելին, մեծ մասը մոտ 80% կանայք են, որոնց կեսից ավելին ընդհանրապես չի աշխատել։ Սա իրենց առաջին աշխատավայրն է։ Նույնն էլ նախորդ բանի ֆանտանի բանում ջերմոցում էլ չէր այդպես։ Պարոն վարչապետ, հիմնակի 70-80%-ը ջերմոցներում հետաքրքիր է կանայք աշխատում։ Մեծ մասը կանայք են, լուրջ սոցիալական ազդեցություն է։ 10-ից ավելին ընտանիք Փարոսի ծրագրից էլ չի օգտվում, որտեղ արդեն հիմնական աշխատանքով ապահովված են։ Առողջության ապահովագրություն։ Այս վարունգի արկղերն են, լոլիկիններ, արտահանումը իրականացնում են պլաստմասեր այս արկղերով երկար։ Իսկ Հայաստանում էլ եք վաճառում։ Այո, իհարկե, որովհետև հիմա ոչ կտեսնեք դատում։ Դա Մեծ մասը Շատ լավ է։ արտահանվում է։ այո, Իրականացել ենք, իհարկե, մեր մոտ հատուկ օրինակ, որ ասում եք ում հետ ենք աջակցել, հեսա վերջում էլ իհարկե կներկայացնեմ, բայց ամբողջը ֆրանսիական կապիտալ կա, մեր համատեղ ներկայացությունը հայ-ֆրանսիական, եւ այդ աջակցությունը որ չլիներ հատկապես ծրագրերի մասով, բան պապան ասես, թե ներդրումները ենթակառուցվածքի դիմաց, թե ամեն վարկերով 3 միլիարդ դարապետը 15 միլիարդ վարկի տոկոսի սուբսիդավորումը, դրա արդյունքում ունենք տեսա, հիմա 150 աշխատատեղ է բացվել փաստորեն, մարդկանց այդքան առողջության ապահովագրություն եւ այլն։ Ուզում եմ ասեմ կառավարության ներդրումը ինքը նաեւ սոցիալական էֆեկտներ է ունենում, այն չի որ մենակ Պարոն վարչապետ, արդյունքում որ վերջերս գնացինք ելակի, այնտեղ էլ 170 աշխատող։ Բավականին բանաձևը դա 10 հեկտարը։ տնտեսությունը նաև սերտիֆիկացված է Global Gap միջազգային սննդի անվտանգության սերտիֆիկատով։ Ստեղի թերությունն էլ են, որ նազրվան վարունք չեք կարում, չէ՞ աճացնենք ստեղ։ Այ էտա։ Այս ռուսական շուկայի ամենա Հա։ Ստեղ մառախլագոյացման համակարգը այդ ֆոգինգը ասած Ինչի համար է։ Ուսումնասիրությունն է տալի անհրաժեշտ, բացի որ CO2-ն է խթանում աճը, նաև մառախլագոյացման համակարգն է, այս ամենալուսաթափանց թաղանթն է, օգտագործված, որ արևի Ես չգիտեի որ ջերմոց կա, որ ճանապարհից չի երևում։ Հա, Շատ լավ է։ Բայց պայն ամենաբարձր ջերմոցն է, 1977 մետրի վրա ենք ծովի մակերևույթից գտնվում։ Բայց այդ իր առավելություններն էլ ունի, չէ՞։ Արևի, արևի։ ինտենսիվ արևը, որ քաղցրահամ վեթ ենք ստանում, եւ դե ջուրը։ Ջուրի համար իհարկե ֆիլտրացման հատուկ կայան ենք դրել, որը ֆիլտրումից հետո աղբյուրի ջուր ենք ստանում, որ արդեն ես ջերման ստանում։ Դա շատ լավ է։ Դուք էլ վարում եք։ Իրանք էլ են բարձրանում։ Այո, այ որ ասում եմ պատտումը, տեսեք պատտուղը ինչքան ենք պատտել։ Ինքը ինչքան աճում է, պետքա ձեռքը հասնի, որ վերքը քաղեն, այս երկարությունը, այս բույսը պատտել են, ամեն անգամ իջեցում են կատարել։ Իրան վերևից Իսկ մի թուփը վարունգը ինչքան կյանք ունի մի թուփը։ Վարունգը շատ կարճ է, 3-ից 4 ամիս։ Ինքը շատ արագ է բերք սկսում տալ եւ կարճ։ Իսկ բանը լոլիկը Լոլիկը դե 9-10 ամիս կարում է պետքա։ Ընդ որում մենք լոլիկի համար այնպիսի սերմեր ենք ընտրել, որոնք որ վիրուս կա, որ ամբողջ աշխարհով տարածվեց վերջի տարիներին ու
շատ ուժեղ տենց վնաս էր տալի տնտեսություններին, մեր ռեզիստենտ սորտեր ենք ընտրել, որ այդ վիրուսի կայուն են, էլի վիրուսակայուն են։ Եվ իրենց համային հատկանիշներով էլ էլի շատ տենց տարբեր են։ Օրինակ հատուղի որակը, որ ինքը արդյոք էկոլոգիապես մաքուր է, առողջության համար սնվելու համար վնասակար չի, շարժվում է վնասվածքային նիտրատների քանակով մեջ, է։ Ես առաջարկում եմ հիմա մի հատ փոքրիկ տեստ անենք միասին, տեսնենք մեր լոլիկի եւ վարունգի մեջ թույլատրելի նորման ինչքան է եւ մեր մոտ պարունակությունը ինչքան է։ Դե պարզ է, այսքան ներդրում անել եւ արտադրանք տալ, որը ստանդարտին չի համապատասխանում, այդ ոնց որ ներդրող ինքը իր դեմ գործի, դեր անտրամաբանական է։ Այսինքն որևէ տեստ անելու անհրաժեշտություն ես չեմ տենում, որովհետեւ այսքան ներդրում անել թունավոր ապրանք արտադրել, այսինքն այդ նշանակում փակել, էլի։ Ագրոնոմիական գիտելիքի արդյունքում է եւ տեխնոլոգիական առավելությունների արդյունքում է, որ կարողացել ենք ստանալ այդ։ Ձեզներ ունեք, որ մյուսներին ուտում։ Իհարկե։ Էսա իմ պատկերացմամբ մենք որպեսզի, բայց հիմա մեզ պետքա բան անել, մեզ պետքա ուղղակի մեր ծավալները մեծացնել, որ միջազգային շուկայում բան ունենանք, ներկայություն ունենանք, տեղ ունենանք։ Հիմա մեր խնդրեմը մեր ծավալների փոքրությունն է։ Մեր մի հատ տեսնենք էլի ուր ասում տեքստերը, սա սակա, որը որ ցանկացած մեկը վերցնենք, լոլիկը դիր։ Լոլիկի մեջ թույլատրելի քանակը նիտրատների 300 միավոր է։ Դա համարվում է անվտանգ սննդի համար։ Հիմա տեսնենք ինչքան է։ Դες ո՞րն ուզում ես վերցրել, դες նույնն է, մեկը ո՞րն ուզում։ Հիմա պոմիդորի հոտ է գալիս։ Մենք փորձել ենք արդեն։ Ինչքան է թույլատրելի։ 300։ Ինչքան է մի բան էլ շատ է, լավ արուն գտի։ Սա պետք է 300-ից մեկ է։ մի քիչ կարողանացել տաքսել է։ Արուն գտի։ Վարունգի սահմանը ինչքան է։ Վարունգինը 400 է։ Վարունգինը ոչ 400 է, շատ։ Պետք է պարտադիր Հայաստան ներմուծող ապրանքների նկատմամբ սկսենք։ Այո, իրականում դե շատ ավելի քիչ է, որ երկար մնաց մի քիչ շատ ասում ստենք, իրականում քիչ։ Գաթի որոշումը կայացնելու են, չէ՞ ճամբարակում արդեն ասացի, որ որոշումը կայացրել ենք, բայց հետո պարզվեց դեռ չենք կայացրել։ 32? Այո։ 400-ից 32։ 32-ը։ Օրինապետի ունենով որակի վերջնական վստահությունը երկրորդը համարվում պատրաստի արտադրանքն է, այս արտերով հայկական շուկայի, ներքին շուկայի համար է, սպառողը գիտի, այստեղ է լոլիկն է արդեն վերջնական պահվում եւ արտահանման ժամանակ ուսադարի գնում արտահանում։ Ինքը մի քիչ շուտ է քաղվում, վերջնական Բնականաբար։ Շատ լավ է։ Մեր խնդիրը հիմա այս ոլորտում, վարդի ոլորտում էլ, բանջարեղենի ոլորտում էլ, մեր ծավալները մեծացնել, որպեսզի միջազգային շուկայում մենք արդեն կարողանանք մեր ներկայության մասին ասել։ Մենք պետք է կարողանանք այս բարձրորակ արտադրանք Ելակը դուք եք արտադրում։ ցավեցնել։ Տանձնել ձերը չի։ Մերը վաղ լոլիկն է, էս Նա պոմիդորը փորձենք։ այդ Չիչխանի տարածաշրջանին բնորոշ դիմոնատն է։ Չէ, մերսի։ Գործը լավ է կարճ ասած։ Դե գնացինք։ Կարող
կարող եմ ներկայացնել երկու բառով էլ գլխավոր հատակագիծը, այն ինչ որ արել են, Հաճույքով։ գտնվում ենք եւ ինչ հատակներ ունենք։ Լոլիկն էլ չի բան արտադրանք։ Լոլիկը բորսայական չի։ Տոմատնա բորսայական, հա, երևի։ Ինչքան հասկացա, բայց դեռ պլաններ կա, չէ՞, ընդլայնվելու։ Այո, մենք Հայաստանում 80 հեկտար հողակտոր ունենք, մենք 80։ այո, ընդհանուր տարածքը ասենց 80 հեկտար է, մենք հիմա ստեղ ենք գտնվում, տեխնիկական գոտին է։ 24-25 թվականներին կառուցվեց առաջին փուլով 5.5 հեկտար եւ 25-ին ու արդեն ավարտեցինք երկրորդ փուլը։ Այս տարի մի հատ հունի մեջ ընկնի ընկերությունը եւ արդեն տեսնական ավելացնելու։ Մենք պարոն Պապյան նախորդ նախընտրական ծրագրում ջերմոցների հետ կապված ինչքան ունենք տար Տանեկան 10 հեկտար։ արել ենք կապա 85 ենք արել։ Հիմա նորի մեջ ինչքան ենք գրում։ Գրել ենք, բայց քիչ թիվ են գրել, հետո Ինչքան? հասկացել ենք, գրել ենք ամենը 150, բայց հաստատ շատ ավելի Հա, շատ է։ այդ մինիմումն է, շատ կլինի, շատ կան։ Եվ այս ընթացքում շատ ակտիվ աշխատել ենք պետական մարմինների հետ, այ օգտվելով արդյոք փոխվարչապետի Գրանտ Խաչատրյանի գրասենյակի հետ, լսել են մեր հոգսն ու կիսել էկոնոմիկայի նախարարության հետ, ներդրումների աջակցման կենտրոնն է շատ ընթացքում օգտել հարաբերվելուց եւ նախագիծը ընդհանուր իրագործվել է Արշին բանկի միջոցով, որտեղ նաեւ ֆրանսիական համատեղ ձեռնարկություն է, մենք ունենք Ֆրանսիայից խոշոր միջազգային կապիտալի ներկայություն։ Լավագույն պայմանները Արշին բանկը առաջարկեց եւ ամբողջ ծրագիրը ֆինանսավորել են։ Սա է բան վարչապետի ինչ որ կարող ենք ներկայացնել եւ այո, զարգացման հեռանկար ունենք, որը որ փորձենք իրականացնել։ Ակնհայտ է, որ պետք է Գեղարքունիքի մարզում ես հենց այդ նկատի ունեմ, էլի, ասենք, լավ, ինչքան ժողովրդին ասում եմ, որ պետք է փոխել ոնց էինք ասում տերմինը ցածրարժեք մշակաբույսերը փոխարինակ բարձրարժեք մշակաբույսերով, այդ թվում էս ճանապարհով, դե չեմ ասում, որ մենակ ջերմոցով, բայց ջերմոցը մանավանդ Գեղարքունիքի մարզը ջերմոցի համար ինչքան հասկանում եմ էֆեկտիվ է, որովհետև զգում եմ, որ Կոտայք, Գեղարքունիք եւ այլն այդ ուղղությամբ են գալիս։ Նախկինում այս տարածքում սորեն անգամ եթե աճել է մի 15-20 սանտիմետր։ Բայց եմ ասում։ Այս տարածքը հանդամաս ա եղել, իսկ այս պայն տեսեք ինչ է գեներացնում հազարավոր տոննայով բարձրորակ բերտի միջազգային ստանդարտներին համապատասխան։ Շատ լավ, շատ լավ։ Դες մեր վերջին կետն էր, չէ՞։ Գեղարքունիքի մարզի մեր այցը այսպեսին էր եւ ավարտվեց։ Շատ լավ, հարգելի գործընկերներ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար